Տիկին Թանդիլյան, ձեր առողջական վիճակի վերաբերյալ ինչ կասեք, քանի որ բարբերաբար գալիս են բժիշկները ստուգումներ են իրականացնում։ Դե սա արդեն 6-րդ օրն է։ Երեք մի փոքր վատթարացել էր ինքնազգացողությունս, ջերազրկում պրոցեսներ կա, որ տեղի ունենում հացադուլի պարագայում, դրանք նաև կազմվածքի հետ կապված մի փոքր ավելի շուտ այնց վրազդում։ Առաջին հիվանդանոցում շնորհակալություն իրենց պատշաճ բուժզննում ստացա, որոշ բաներ առաջարկեն բժիշկները իրենց պարտն է դա անել, բայց հրաժարվել վերադարձել եմ, այս փուլում ավելի լավ եմ զգում, քան մինչ այդ։ Ինչու հրաժարվեցիք։ Դա ոչինչ չկա, որ ավելի կա, կարող է պատահել, բայց դա որոշում է հացադուլի, նշանակում է այդ միջոցներից, միջամտությունից հրաժարվել։ Իսկ որքան եք պատրաստվում շարունակել այս հացադուլը, կա որևէ ինչ-որ ժամկետ, անդառնալիության կետերից հետո այլևս պատրաստ եք շարունակել եւ հետաքրքիր է թե դուք մասնավորապես ձեր կուսակցությունը արդեն պատրաստվում են այլ միջոցներով եւս ազդել միջազգային հանրության իշխանությունների վրա առհասարակ, այսինքն պատրաստվում եք այլ ակցիաներ անել, տեղափոխվել այլ դաշտ։ Իմ խնդրանքի մեջ, իսկ սա խնդրանք է, ոչ այլ ինչ եւ ուղղված բացառապես Ռուբեն Վարդանյանին, կա նաեւ ժամկետ։ Խնդրանք դադարեցնելու հացադուլը, հետեւաբար ինքը ժամկետ ունի։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Ռուբեն Վարդանյանը շատ ավելի վաղուց է սկսել հացադուլ, ինչը նշանակում է իր համար արդեն անդառնալիության ձեր նշած կետին հասել է եւ ամեն մեկ օրը նրա համար կարող է մահացու լինել եւ հետեւաբար այո իմ խնդրանքը ժամկետ ունի եւ դրա մեջ նաեւ իմ գործընկերները երբ որ դիմում են իրեն եւ սոցիալական ցանցերում ես տեսնում եմ բոլոր դիմում են իրեն ես իսկապես խնդրել եմ բոլորին հասկանալ այս հացադուլը իմ մասին չէ այս հացադուլը այն մասին է որ բոլորս Ռուբենի կարիքն ունենք եթե ինչ որ մեկը դա չի գիտակցում չի հասկանում ինչ հայորդի է այնտեղ հացադուլ անում եւ իր կյանքը վտանգում ուրեմն ես չգիտեմ այդ ինչ լեզվով պիտի խոսեմ այդ մարդկանց հետ հետեւաբար հայ ժողովրդի շահերից է բխում որ Ռուբենը առողջ մնա նաեւ ֆիզիկապես իսկ որ հոգեպես ու բարոյապես յուրաքանչյուրս առողջ է կասկած չունեմ ու վերադառնա հայրենիք հետեւաբար մենք դի ուզենք որ նա առողջ լինի Իսկ դուք տեղյակ եք Ռուբեն Վարդանյանը տեղյակ է ձեր այս հացադուլի այսինքն ինֆորմացիան իրեն հասել է թե չէ եւ ընտանիքի հետ ասելիք որ կապի դուրս չեք եկել միգուցե հաստաբանի միջոցով իրեն տեղյակ են պատմում որ դուք այսպիսի միջոցառում եք այստեղ իրականացնում իր համար Չեմ կարող դա պնդել, բայց Ռուբեն Վարդանյանը ինչ որ միջոցով, ինչ որ մի պահի իրոք կիմանա, գիտենք որ հուսով ենք որ բլոկադայի չի ենթարկվի ինֆորմացիոն, ինչպես նախորդ հացադուլի ժամանակ էր։ Եվ հույս ունենք որ ինչ որ պահի կիմանա։ Ես ամենևին վստահ չեմ որ դա պիտի ազդի իր որոշման վրա, որովհետև ես նրան ճանաչում եմ ու գիտեմ որ նա պատճառներ ունի, իսկ նա թվարկել է պատճառները, որոնց համար սկսել է հացադուլը, հետեւաբար նա պայքարում է Նաև այդ միջոցով, բայց այդ միջոցը այո ճիչ էր, որպեսզի բարձրաձայնվեն այն խնդիրները, ինչին առնչվում են ոչ միայն ինքը, այլև մեր մնացած բոլոր գերիները։ Նա այդ միջոցով խոսում է մեզ հետ եւ մենք պիտի պայքարենք, որ պատճառները վերանան մի օր։ Ուղղակի այսօր ես ուղղակի ուզում եմ, որ ինքը եւ մեր ժողովուրդը իմանա, ինչպիսի հայորդի է այնտեղ եւ իր որոշումն է եւ ամենևին չեմ սպասում ակնկալում որ ահա կիմանա ու կդադարեցնի նա գիտի ինչ է անում ինչպես է անում ուղղակի մեր հոգու խնդրանքն է իրեն որ ինքը ողջ մնա առողջ մնա ու վերադառնա դիմանա քանի դեռ մենք ամոթ մեզ որ չեն կարել են ամենը ինչի պատճառով նա հացադուլ է սկսել Տիկին Թանդիլյան երեք Նիկոլ Փաշինյանն ասաց թե մեկ անձի շահերով չի զբաղվում ինքը խոսելով Ռուբեն Վարդանյանի մասին երբ պատգամավորը ցույց էր տալիս նրա լուսանկարը նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տեղից նաև եղավ արձագանք թե բա ինչու մյուս տղաների լուսանկարները ցույց չեք տալիս եւ այլն Եթե 23 գերիներով զբաղվում է, թող ասի, որ հանդիպել է նրանց ընտանիքների հետ ու ամեն օր հաշվետվություն է տալիս, թե ինչ է արել նրանց գործով։ Նա ոչ մեկի հարցով էլ չի զբաղվում, այլ առավել ևս ռազմաքաղաքական ղեկավարության, որովհետև նա հույս ունի, որ նրանք չեն վերադառնա։ Ես հրաժարվում եմ մեկնաբանել այդ
հայտարարությունները եւ այն մարդկանց հնչեցրած հայտարարությունները, ովքեր Հայաստանում Ադրբեջանի շահերը պաշտպանելով են զբաղված եւ անում են հայտարարություններ, որոնք ավելացնում են հատորներ Ռուբեն Վարդանյանի գործի վրա։ Հղում են անում Հայաստանի վարչապետին, ամոթ չկա, ոչ մի զգացողություն չունեն այդ մարդիկ։ Ինչ վերաբերվում է որ մնացածի նկարը նախ եւ առաջ բոլորի մասին է խոսքը եւ բոլորի մասին է եղել միշտ։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, այսօր հացադուլի մեջ Ռուբեն Վարդանյանն է։ Ինչ որ մեկը չի հասկանում, տարական բաներ, ասելիք չունեմ։ Ու այն որ Ռուբեն Վարդանի գործը առանձին է քննվում, հասկանում են դա թե չէ, պատճառները հասկանում են թե չէ։ Դա նաեւ անձնական վրեժխնդրության հիմքեր ունի։ Նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևանքներ ունի։ Ռուբեն Վարդանի նկատմամբ այդ հատորներով ցմահ բանտարկության հոդվածները։ Հետևաբար իրենք ինչ ուզում են ասել, մեր ժողովուրդը պիտի արդեն սկսի սուտը ճշմարտությունից տարբերել եւ նրանք ստում են, թե զբաղվում են որևէ մեկի գործով։ Նրանք միշտ կարող են ասել ջանք են գործադրում, ինչ որ հանգամանքների բերումով հազարումի միջազգային հանրությանի վերջո փոխվող աշխարհական շահերի պարագայում ինչ որ մի պահի վերադառնան ինչ որ մարդիկ իրենք պիտի դա վերագրեն իրենց այնինչ նրանք ոչինչ չեն ցանկանում վերադառնալ, ինչից է վախենում, ինչու է այսպես։ Նա բոլոր հայրենասերներից վախենում է, չեք նկատել։ Հայաստանում, դրսում բոլոր հայրենասերներից նա սարսափ ունի, որովհետև այդ մարդիկ բարձր են պահում հայկականությունը, հայ մարդու արժանապատվությունը։ Ռուբեն Վարդանյանն այսպիսի տերմին է շրջանառության մեջ դրել, եթե կուզեք, Armenian by choice։ Երբ որ մարդիկ օտարազգի ընտրությամբ են հայ, կարելի է զարմանալ, չէ՞, այդ ինչ մարդ պիտի ընտրությամբ հայ զգա իրեն։ Բայց նա այնպիսի մարդ է, ում հետ շփվելիս օտարազգիները Armenian by choice են դառնում։ Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց Armenian by choice չի դառնում։ Եվ այդպիսի մարդկանցից են նրանք սարսափում, նրանք ջնջում են մեր պատմությունը, նրանք հարցականի տակ են դնում հայոց ցեղասպանությունը, այսում մասին ենք խոսում եւ ով է մեկնաբանում Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ եւ այո, այս պայքարը բոլոր գերիների մասին է։ Եվ մենք ցավոք սրտի հավուր պատշաճի եւ բավականաչափ չեն կարել գործողություններ, որ մեր գերիները վերադառնան։ Բոլորիս օրակարգում պիտի լինի միայն դա։ Դուք տեսաք թե ինչպես հրապարակեց Գենսերը, կետ առ կետ, թե ինչ պիտի անի կար։ Գիտեք, երկար ժամանակ լռել են։ Ես նույնպես, եթե նկատած կլինեք, երկար ժամանակ փորձել եմ զուսպ լինել այս հարցի պարագայում։ Բայց 525 օր է արդեն։ Ու այս մարդկանց անգործությունը, եթե չասեմ նպաստելը, որ այդ մարդկանց վրա հոդվածներ ավելացնեն, այլևս տեղ չի թողնում։ Եվ այնքան զուսպ, ինչպես իր ընտանիքն է Ռուբեն Վարդանի փորձել աշխատել զուտ, որ պայքարեն իր համար եւ բոլոր գերիներից նրանք իդեպ միշտ բոլոր գերիների շահերի համար են խոսում։ Ի վերջո պարզ է դառնում, որ ախր իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը ավելի ճիշտ, պիտի անի առաջնորդի գերիների վերադարձի հարցը։ Եթե քո պետությունը չի անում, որևէ միջազգային կառույց չի կարող դա անել։ Նա պիտի աջակցի քեզ, առաջնորդը պիտի լինես դու։ Եվ այսպես որ ասում ենք դանակը հասել է ոսկորին մեր ժողովուրդը, մարդիկ հրապարակել են ի վերջո ինչ պիտի անի։ Եթե նրանք քայլեր լինեին արած, ես վստահեցնում եմ այդ հրապարակումը տեղի չէր ունենա։ Թող կապվեն նաև այդ փաստաբանների հետ, ասեն, գիտեք, ձեր քայլերից, որ ասում եք, սա կարող ենք, սա չենք կարող, սա եկեք այս միջոցով անենք։ Այս մարդիկ հրաժարվում են գործիքակազմերից, որոնցով կարող են հետ ստանալ գերիներին։ ԵԱԿ Միսկի խումբ եք լուծարում։ Իսկ դրա դիմաց ինչ եք ստացել։ Հարց ունեմ։ Ալիևի պահանջը կատարել եք, դրա դիմաց ինչ եք ստանում։ Ու բազմաթիվ այլ պահանջներ, որ կատարում եք, դրա դիմաց ինչ եք ստանում։ Իդեպ իշխանության ներկայացուցիչներից հայտարարում են նաև հենց Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամների այդ բարձրաձայնումներից հետո սկսեցին նրան խոշտանգել այդպես։ Ստախոսներ են, թյուրիմացություններ են այդպիսի բաներ հայտարարողները։ Ռուբեն Վարդանյանի որդին երբ որ խոսեց առաջին անգամ խոշտանգումների մասին, թե ինչ որակի ու ինչ տիպի խոշտանգումներ են տեղի ունեցել, պարզ է, չէ՞ որ դա տեղի ունենալուց հետո է պատմել։
այդ ում են հիմարի տեղ դնում, այսինքն բավարար չի մեր ուղեղները լվանան։ Սիրելի ժողովուրդ ջան, խնդրում եմ, դադարեք դրանց հետևել, նայել, լսել, մեկնաբանել, դրանք ուղղակի ապիկար, անկարող իշխանություններ են, ովքեր միայն ու բացառապես մեկ նպատակ ունեն՝ պահպանել իրենց իշխանությունը, արդարացնել իրենց անգործությունը, անզորությունը, տխմարությունը։ Դուք հացադուլը դադարեցնելու եք։ Ես ժամկետ ունեմ Վարագ ջանի տեքստի մեջ, խնդրանքի մեջ, որը Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման ժամկետ է իր մեջ պարունակում։ Իհարկե ես ամեն բան հասկանում եմ, յուրաքանչյուրի առողջություն ինչ որ ժամկետ ունի բնական։ Հուսով եմ, որ բոլորիս խնդրանքը սոցցանցերում դուք էլ հարգարժան լրագրողներ տարածեք, խոսեք, մեկ օր թույլ չտաք այս իշխանությունը մոռանա այդ մարդկանց, եւ եթե մեր քաղաքացիները, հայրենակիցները օրը մեկ անգամ հրապարակում անեն մեր հայրենակիցների մասին, նրանք ստիպված չեն լինի սկսել հացադուլ ու մենք էլ խնդրել նրանց դադարեցնել։ Եթե պատկերացրեք ինչքան մարդ կա սոցիալական ցանցերում, այս իշխանությունը մի բանից է վախենում, որ կկորցնի իշխանությունը։ Եթե նրանք տեսնեն, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձը, նրանք ստիպված են լինելու գործել, խնդրելու իրենց քաղաքակիրթ գործընկերոջը վերադարձնել գերիներին, որովհետև նվազագույնը 26 թվականին կարող է իշխանություն կորցնել։ Եկեք ցույց տանք նրանց, որ մենք չենք մոռանալու, հաշտենք, որ սա եթե ձեր օրակարգում չի խաղաղության ճակերտավոր պայմանագրի, ապա դա հայ ժողովրդի օրակարգում է եւ իրենք չեն մարսելու մեր գերիների այնտեղ մնալը։